Տղամարդը փակված էր սպիտակ սենյակում, եթե նա սեղմում էր պատի վրայի կոճակները, անհայտ իրեր էին հայտնվում, օրինակ բույս կամ ծաղկաման։ Յուրաքանչյուր կոճակ տարբեր ազդեցություն ուներ, եթե նա շարունակեր սեղմել կոճակը, իրերն անverջ հայտնվելու էին։ Նա մտածեց, թե ինչ կլիներ, եթե շարունակեր սեղմել, բայց այս անգամ նրա ձեռքը սահեց և սեղմեց մեկ այլ կոճակ։ Պատից դուրս եկավ փոքրիկ սայլակ և հարվածեց նրա ոտքին։ Նա ցանկանում էր օգտագործել այս իրերը փախչելու համար, բայց դրանցից ոչ մեկը պիտանի չէր թվում։ Նա տագնապած էր և սոված։ Նա փուչիկը նետեց պատի ուղղությամբ և այն դիպավ կոճակին։ Պատը դուրս նետեց սուշիի երկու կտոր։ Դա հաճելի անակնկալ էր, բայց իսկապես տարօրինակ է սուշի ուտել առանց սոյայի սոուսի։ Նա նորից փորձեց սեղմել կոճակը, բայց պատը դեռ սուշի էր դուրս նետում։ Նա նորից փորձեց, բայց դեռ միայն սուշի էր։ Սուշին դարսված էր ափսեի վրա։ Տղամարդը շատ սոված էր, ուստի որոշեց սկզբում լցնել փորը։ Երբ նա այլևս չէր կարողանում ուտել, նորից սեղմեց կոճակը։ Սոյայի սոուսի շիշը դուրս նետվեց։ Նա կատաղեց, զգալով, որ սենյակն ամբողջ ընթացքում իր դեմ էր։ Նա փորձեց հատակի վրայի կոճակը, և հանկարծ նրա հետևում հայտնվեց դուռ, դա երևի ելքն է։